Բարև ձեզ, պարոն Սարգսյան, շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, մի քանի թեմաների հետ կապված կլսենք նաև ձեր գնահատականները։ Եվ այսպես, երեք դատարանը 2 ամսով կալանավորեց Մայր Հայաստան շարժման ներկայացուցիչ Արեգնազ Մանուկյանին, առավոտյան իրավապահները ներխուժել էին վերջինիս բնակարան, նրան բերման ենթարկել, ձերբակալել եւ հետո տարան կալանքի։ Այս ռեպրեսիաները նոր թափ են ստանում, մեկը մյուսից աբսուրդային հոդվածներ կարում դիմախոսների վրա Արդեն չեն էլ նայ որ կնոջ այո, որովհետեւ չկա, կին կլինի, տարեց կլինի, դատարանում մարդ կմահանա, բանտերում կխոշտանգվեն, ինչ կլինի, խոսում ենք Բաքվի բանտերից, բայց ըստ էության շատերը ասում են մի հարթության վրա կարելի է այլևս դնել այս խոշտանգումները, որոնց ենթարկում են մեր հայրենակիցները, ընդդիմադիր հայրենակիցները մասնավորապես։ Խնդրեմ Տիկին Մանուկյանի հետ կապված այս ռեպրեսիան ինչպես եք բնորոշում։ Դա արդեն բոլոր ուրեմն կարմիր գիծ ասած բաները ամեն ինչ անցան, որովհետև կանանց նկատմամբ այդպիսի վերաբերմունք ես ուղղակի չեմ պատկերացնում։ Մի հատ ասեք վերջով ինչու եք մեղադրում։ Այսինքն, եթե արդեն դուք ներկայացնում եք, որ ասենք Անդրանիկ Թևանյանը իբր պետական ուրեմն գաղտնիք է ներկայացրել, մի հատ այդ պետական գաղտնիքը, եթե արդեն իսկ ներկայացված է, ուրեմն արդեն գաղտնիք չի, մի հատ բացահայտեք։ Ինչի առավել եւս որ այնտեղ խոսքը գնացել է ձեր ինչ որ փակ նիստում, ազգային ժողովի փակ նիստում, ինչ որ ուրեմն գաղտնիքների մասին։ Բոլորս լավ գիտենք, որ ասենք 2 հոգի գիտի, ուրեմն բոլորը գիտեն։ Հիմա այդ ինչ գաղտնիք։ Գաղտնիքը այն դեպքում է, երբ որ դուք իսկապես համապատասխան անձերին, որոնք իրավունք չունեն դա բացահայտելու, առանձին անհատական մարդկանց, դա է։ Մնացյալը արդեն այլ խնդիր է։ Եթե դուք այդ մեղադրանքի շարքում եք ներկայացնում նաև ուրեմն Արեգնազ Մանուկյանին, դա աբսուրդ է վերջ-վերջով կարելի է ինչ անպայման տանել, ձերբակալել, կալանավորել, ինչու։ Էլ ուրիշ ձև չկա, վերջ-վերջով բավոր բացահայտվի, որ դուք եք սխալվել, որ բացահայտվի, որ իսկապես նրանք մեղավոր չեն։ Ինչ եք անելու, գալու եք ասեք ներողությունը վերջ։ Որ քո կյանքից ամիսներ խլեցինք, որ խոշտանգվեցիր։ Ուրեմն առավել եւս կնոջը կալանավորելը։ Դա ես չգիտեմ, ինչ աստիճանի պիտի արար կատարածելներ, որպեսզի նրան անպայման կալանավորեին։ Կամ էլ մի ամիս, 2 ամիս հետո պահելուց հետո տնային կալանք եք տալիս։ Հիմա տվեք այդ տնային կալանքը, եթե իրականում դուք համոզված եք, որ նա մեղավոր է։ Ես այստեղ ասելու բան չունեմ, մենք գտնում եմ, որ մենք իրականում այս կուտակվում է այս ամբողջը։ Մի օր պայթելու է ժողովուրդ։ Ոնց կարելի է անընդհատ ռեպրեսիաների մեջ ապրել։ Ոնց կարելի է անընդհատ մտածել, որ հանկարծ որևէ մի բան տիրոջը դուր չգա, ինքը ցանկացածին իմիջայլոց։ Ոչ հյուրային ունի, ոչ օտար ունի, ինքը իր ասածը պետք է անի։ Ոնց որ արեց Ծառուկյանի նկատմամբ, այդ գազանությունը, որ իրականացրեցին մեր աչքի առաջ։ Բացի այն ամենից, որ ինքը հայտնի շատ մեծ բարեգործ մարդ, իր կյանքում մեծ բարեգործություններ արել։ Բացի դրանից էլ ինքը արդեն 70 տարեկան անձ էր։ Ոնց կարելի էր այդպես վերաբերվել, այ երիտասարդներ, որոնց ձեզ հրամայել են, դուք էլ կատարել եք։